Ռազմագերիների նկատմամբ դատավարությունը շարունակվում է։ Նման բովանդակության տեղեկատվությունը վերջին տարիներին ցավոք մեզ համար սովորական է դարձել։ 2020-ի պատերազմի ավարտից հետո հանրությունը հույս ուներ, որ տեղի կունենա ռազմագերիների փոխանակում եւ ամեն ինչ կավարտվի, կլինի խաղաղության պայմանագիր, Արցախը կշարունակի գոյություն ունենալ Ռուսաստանի պրոտեկտորատի ներքո, իսկ մենք ադրբեջանցիների հետ կոնյակի ու լոլիկի առևտուր կանենք։ Հարակից տիեզերքում գուցե հենց այդպես էլ եղավ, սակայն ոչ մեր։ Մեր տիեզերքում ամեն ինչ գնաց այլով։ 5 տարի անց Արցախը չկա, ռուսական պրոտեկտորատը ցնդեց ինչպես կեսգիշերի երազը, իսկ ադրբեջանական բանտերում հայտնվեցին նորանոր հայ գերիներ։ Պատճառն այն է, եւ դա ցույց տվեց կյանքը, որ Արցախը թուրք-ադրբեջանական նախագծերի մի փոքր հատվածն էր միայն, հիմնական թիրախը բուն Հայաստանն էր։ Դա է պատճառը, որ 44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց պատերազմը շարունակվում է, սակայն այս անգամ խոսքը հիբրիդային քարոզչական տեղեկատվական պատերազմի մասին է, որի բաղկացուցիչն են դարձել, այո, ռազմագերիների մասնակցությամբ դատավարությունները։ Անգամ տարական հիգենիկ պայմաններից զրկված են եղել, ջրից եւ սննդից են զրկված եղել, միտումնավոր նրանց պահել են այնպիսի պայմաններում, որպիսի ենթարկեն նաեւ ջերմաստիճանային արտաքին պայմանների, օրինակ հատուկ պահել են ձմռան ամիսներին ցուրտ սենյակներում, ոչ միայն ցուրտ սենյակներում պահել են, այլ թրջել են ջրով, որպիսի այդ սառնության զգացողությունը գերիներին թրջել են ջրով, հավելյալ տառապանքներ պատճառի եւ հասկանալի է, որ այս ամենը զուգակցվել են պարբերական բռնություններով, հատուկ ծեծող խմբեր են աշխատել պատժիչ գործողություններ կատարելու նպատակով։ Իրավապաշտպաններն այս ամենը ֆիքսել են նախորդ տարիներին գերիների հայրենադարձումից հետո։ Այսինքն, սա չի վերաբերում 1 կամ 2 անձի, հետևաբար սա հայ-ռազմագերիների նկատմամբ համակարգային մոտեցում է Ադրբեջանում։ Գերիների թիվը մեծ է, բայց եթե տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստանի Հանրապետություն չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Փաշինյանն է հակադարձում այն մտքին, թե Ադրբեջանում դեռ բավականին թվով հայ պատանդներ են պահվում։ Նախկինում գերիների վերադարձի համար կիրառվում էր միևնույն սցենարը։ Հայաստանն ինչ-որ բան է զիջել, գերիներն ազատ են արձակվել։ Զիջման տրամաչափն էլ կախված է եղել վերադարձողների թվից։ Մինչ այդ Բաքուն քանիցս հայ պատանդների մասնակցությամբ դատական թատերական ներկայացումներ է կազմակերպել։ Որպեսզի Արցախը մնա իր կայուն տեղում, պետք է նախ բոլոր Արցախից դուրս եկածները հետ վերադառնան Արցախ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Միանան Ռուբեն Վարդանի կոչին։ Այդ ժամանակ մենք Արցախի խնդրի եւ քաղաքական լուծում կունենանք եւ իրական լուծման հնարավորությունները ավելի կմեծացնենք։ Չնայած ահռելի ռիսկերին, իշխող կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար նման հայտարարություններ էին անում 2023 թվականին, երբ Արցախն արդեն շրջապատված էր եւ կար էթնիկ զտման իրական վտանգ։ Հայաստանյան իշխանությունների թիրախը հիմնականում պետնախարարի պաշտոն ստացած, այնուհետև պաշտոնանկարված Ռուբեն Վարդանյանները եւ հայաստանյան ընդդիմությունը։ Ինչու ոչ նաեւ արցախցիները։ Ինչպես ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց։ Ով նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը։ Ով նրան ուղարկեց այդ իմաստով գործուղեց Հայաստանի Հանրապետություն։ Ով նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ։ Ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով։ Սա արդեն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ղեկավարության գերեվարումից հետո արված հայտարարություն է։ Բաքվի դժոխքով անցնող մարդուն ուղղվում են հարցեր, որոնց նա չի կարող պատասխանել։ Սա հացի բարոյական կողմն է։ Դուք իրավունք չունեք գերեվարվել։ Մեզ մեղադրում են, դուք ինչ արիք որ պետք է չգերեվարվեին, բա անվտանգության աշխատակիցներ կային։ Պետք է մտածեին նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար։ Հայաստանի իշխանությունները փորձում են տարաբաժանել Հայաստանի հասարակությանը, պառակտել հասարակությանը, մի բան, որի միջայլոց իրենց մոտ լավ է ստացվում, գոնե մինչ այժմ, որպեսզի միասնական պահանջներ չլինեն։ Մի բան է, երբ որ մի խումբ մարդիկ են պահանջում, մեկ այլ բան է, երբ որ կա հասարակական լայն պահանջ Հայաստանի Հանրապետության իշխանություններին ուղղված զբաղվելու սեփական ռազմագերիների ճակատագրով։ Իսկ ինչպես է տեղի ունենում պառակտումը։
Այո, Հայաստանի իշխանությունները հնարավորինը թշնամանք են տարածում Բաքվում պատանդ պահվող մարդկանց նկատմամբ։ Դա է պատճառը, որ այսօր կան մարդիկ, որոնք համարում են, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիներն արժանի են այն վիճակին, որում հիմա պահվում են։ Ադրբեջանը լուսանկարների միջոցով ցուցադրում է նաև խոշտանգվածներին եւ այս լուսանկարներում կան խոշտանգման ակնհայտ տարրեր եւ այստեղ ես տեսնում եմ դարձյալ հոգեբանական պատերազմի տարրեր, քանի որ խոշտանգումների վերաբերյալ լուսանկարները կամ խոշտանգվածի դատարանում գտնվելու հանգամանքը չի հանգեցնում որևէ արձագանքի։ Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բաներ է ասել, որ այսօր օգտագործվում է իր դեմ, չգիտեք, ամերիկյան ֆիլմեր եք նայում։ Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ բայ կդա։ Այսինքն գերիների մասով Հայաստանի դեմ հոգեբանական պատերազմ են վարում թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի իշխանությունները։ Առաջինը ցույց է տալիս, որ հայերի հետ կարող է անել ինչ ուզի, իսկ երկրորդը համոզում է, որ դա մեզ տեղին է։ Ադրբեջանական ուղերձը այս դատավարությունների միջոցով նայվային է, որ հայերը իրավազուրկ են եւ հայերը միջազգայինորեն պաշտպանված չեն։ Մեծ հաշվով հայաստանյան չինովնիկների փաստարկն այն է, որ իրականում իրենք ինչ որ բաներ անում են, սակայն դրա մասին չեն խոսում։ Ամեն ինչ անում են կուլիսներում եւ անձայն։ Այս մարդկանց գերեվարումից արդեն տևական ժամանակ անց ոչ միայն արդյունք չկա, այլ նաև այս մարդկանց նկատմամբ ճնշումներն են աճել, իրենց կտանքներն են աճել եւ մենք տեսնում ենք, որ շատ ավելի սարսափելի վիճակում են այս մարդիկ հայտնվել։ Մենք այս բանը կարող ենք արձանագրել մի բան, որ չկա աշխատանք, որտեղ չկա արդյունք։ Նման իրավիճակներում չինովնիկները հակադարձում են, թե ել ինչ պետք է անեին, որ չեն արել։ Հայաստանի իշխանությունների թիվ 1 խնդիրը պետք է լիներ այն, որ նաև մոդերատորությամբ ամբողջ Սփյուռքի հայության խնդիրը պետք է լիներ այն, որ մենք հիմա աշխարհի ամենատարբեր հարթակներում համախմբված եւ այսպես թիրախային կարողանանք հասնել նրան, որ այդ դատական ֆարսը բոլորի կողմից ճանաչվի որպես դատական ֆարս։ Մտածել, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ process-ները կօգնեն հայ գերիներին, սին հույսեր են։ Առավել եւս Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակման մասին խոսակցություններ են պատտվում, իսկ դա նշանակում է, որ հայերի վիճակը ադրբեջանական գաղութներում ել ավելի անտանելի է դառնալու։ Արտաքին կապը պահվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից սահմանափակ կերպով, ոչ հաճախ պարբերականությամբ եւ երբեմն հայ գերիները հայտնվել են այնպիսի հոգեբանական եւ ֆիզիկական ծանր պայմաններում, որ հրաժարվել են օգտվել կարճատև զանգի իրենց իրավունքից, այսինքն ամիսներ շարունակ զրկված են եղել բառ փոխանակելու հնարավորությունից։ Հայ պատանդների վերադարձի իրական երաշխավորը կարող է լինել հզորացած հայկական բանակը, դիվանագիտական համակարգը, հատուկ ծառայությունները, բայց դրանց մասին իմաստել չկա խոսալ։ Անցած 5 փոշիացած տարիները վկա։